Ինքը հանգիստ իր տարածքում ապրում էր եւ կապրեր դեռ։ Քրիստինե Վարդանյանի զայրույթը երեկվանից չի մարում։ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը քնեցված եւ կենթանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկի անկման լուրից հետո հայտարարել էր. պատրաստվում է տեղում պարզել բոլոր մանրամասները։ Առավոտյան արդեն դարպասների մոտ ենք։ Կենթանաբանական այգու կառավարման խորհրդի անդամին թույլ չեն տալիս տեսնել կենդանիներին։ Ասում են պահվում են կարանտինային պայմաններում, ելումուտն արգելված է։ Բժշկական համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտը հարցերի պատասխանները փորձում է ստանալ տնօրենից։ Ի սկզբանե եղել է շատ մեծ ռիսկ, որովհետև մեկ բան է, որ դուք ուսումնասիրության համար եք քննարկում կենդանիներին եւ դա շատ կարճաժամկետ է լինելու ուրեմն դեղորայքի ազդեցությունը եւ դոզան բնականաբար եւ լրիվ այլ բան է, երբ որ նման տիպի տեղափոխություններ պետք է լինեն եւ շատ ավելի երկար ժամանակով ուրեմն կենդանին անզգանալու եւ մեծ չափաբաժինների մասին է խոսքը գնում։ Իսկ ունենալով ի սկզբանե այս բոլոր խնդիրները հասկանալի է, որ մենք շատ մեծ է ռիսկը, որ ունենալու ենք այն արդյունքը, որը եղավ։ Առյուծի անկման մասին կենթանաբանական այգին հաստատեց միայն կայծակնային արագությամբ մամուլում տարածվող լուրերից հետո, վկայակոչելով տարիքն ու վերագրելով կենդանուն մի շարք հիվանդություններ։ 12 տարեկան Սառայի խնամակալը բացառել է, որ նա կարող էր առողջական խնդիրներ ունենալ։ Առավոտյան, երբ քնեցրել են, դեռ կերած չի եղել։ Ծառուկյանի տարածք ներխուժած մասնագետներին խնամակալը զգուշացրել է, որ քաղցած կենդանուն չի կարելի քնեցնել, հաշվի չեն առել։ Որոշում կայացնելու պահին պետք էր քննարկել նաև պրոֆեսիոնալ դաշտի հետ, ուսումնասիրել կենդանիներին, հապճեպ այդպիսի գործողություններ չանել։ Երբ որ կենդանուն նայում ենք, երևում է, որ կենդանիները խնամված են, շատ մաքուր եւ նորմալ վիճակում են գտնվում։ Անկած սպիտակ առյուծն ուներ գենետիկական առանձնահատկություն։ Այսպիսի երանգավորում ունեցող առյուծները թե ֆինանսական, թե գիտական առումով չափազանց թանկարժեք են։ Աշխարհում կա ընդամենը 300 նման առյուծ։ Յուրաքանչյուրն ունի իր համարը, չիպն ու անձնագիրը։ Վայրի կենթանական ու բուսական աշխարհի անետացման եզրին գտնվող տեսակների միջազգային կոնվենցիայի պաշտպանության ներքո են։ Նման կենդանիների անկման մեղավորներին խիստ քրեական պատիժ է հասնում։ Սա առաջին հերթին հենց քննչական կոմիտեի խնդիրն է, որովհետև մենք նույնիսկ չգիտենք իրեղեն ապացույց ասելով ի պահ է տրվել կենթանաբանական այգու, ես նաև որպես կառավարման խորհրդի անդամ տեղեկացված չեմ, կենդանիներին կալանավորել եւ կենթանաբանական այգին դիտարկել որպես բանդ, որտեղ կենդանիներին բերել են այսպիսի ելքով, ես չեմ կարծում, որ սա լավագույն մոտեցումն է։ Վտանգված տեսակ է, դա հավելյալ ուրեմն մեր կողմից ավելի մեծ զգոնություն էր պահանջում կենդանու հետ գործողություններ իրականացնելու հարցում եւ որոշում կայացնելու հարցում ցանկացած կենդանու նկատմամբ մենք եթե համարում ենք մեզ եվրոպական արժեքները կրող մենք պետք է իրականում այդպեսին լինենք այլ ոչ թե այս ձևով այսպես եմ ուզում եւ մենք անում ենք նման տիպի որոշումներ որոնց համար պատասխանատվություն են կրում իրենց կյանքով նաեւ կենդանիները Քաղաքասարակությունը պահանջում է իրականացնել անկախ փորձաքննություն, պաշտոնական պարզաբանմամբ բավարարված չեն։ Էկոլուր հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է, որ Հայաստանում վայրի կենդանիների պահպանությունը կարգավորվում է օրենսդրությամբ։ Նրանք նաև պաշտպանված են միջազգային փաստաթղթերով, եւ այս դեպքի կապակցությամբ սպառիչ պատասխան կարող է տալ միայն անկախ մասնագիտական փորձաքննությունը։ Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը դիմում է կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին աջակցելու կոչով, անհապաղ անցկացնելու անկախ, թափանցիկ համակողմանի փորձաքննություն, պարզելու բոլոր հանգամանքները, հրապարակել անասնաբուժական փորձաքննության արդյունքները, անզգայացման արձանագրությունը, պարզելու թե արդյոք տեղափոխման բոլոր փուլերում լիարժեք պահպանվել են կենդանիների բարեկեցության միջազգային ճանաչված չափանիշները։ Մեր նկարահանումներն ավարտվել էին, երբ Երևանի քաղաքապետարանը հրապարակեց տեսանյութ այգի տեղափոխված մյուս կենդանիների մասին։ Արդեն երկուսը դարձած առյուծներն ու 4 վագրերն անցնում են ադապտացիոն փուլ։ Կարանտինային պայմաններում պարզվում է նրանց նկարել կարող են միայն իշխանական տեսախցիկները։ Մանուշակ Մելքոնյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։